Թեմի նոր առաջնորդը ժողով է անցկացնում եւ մենք ահազանգ ենք իրավապահներ են այստեղ շրջում, ինչ կարող եք ասել նախ եւ նաեւ ահազանգի։ Վեհապար Հայրապետի տնօրենությամբ թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահն է հայ Ռուբեն Վարդապետ Զաքարյանը 3 հրաման է եղավ հայրապետական տնօրենության եւ այսօր հայ սուրբը քանաների համատեղ ծանոթանալու եւ առաջի ժողով անելու եւ առաջիկա ծրագրերի հետ կապված քննարկումներ ունենալու եւ մեր հավատացյալ տղաներից լուր տվեցին, որ ոստիկանության մեքենաներ են տարածքում շրջում եւ այդ ընթացքում մեքենաների թիվը սկսեց ավելանալ, տղաները 5-6 մեքենաներ են արձանագրել եւ երբ որ տղաների հետ խոսում էինք, իրենք ասին նույնիսկ 3 են այդ մեքենաներից այստեղ նկատել, որ եղել է։ Այս ժողովը դեռ շարունակվում է եւ հիմնական քննարկում նյութերը մեր ծանոթությունը հայ սուրբին բարի գալսյան խոսք ասելն է եւ հայ սուրբից օրհնություն ստանալը։ Իսկ մեքենաների թվի հետ կապված ինչ կարող եք ասել եւ սա ինչով եք պայմանավորում, սրանով ինչ են փորձում ասել, ինչ են փորձում հասկացնել։ Մեր համայնքի տղաներն են արձանագրել մեքենաները, որը ընթացքում ժողովի ընթացքում ավելացել է, սպայն կարծեմ այստեղ չեն, միգուցե հեռացել են կամ այլ վայրերում են։ Միգուցե իրենք ինֆորմացիա են ունեցել, որ այստեղ հավաքվում ենք ճշտելու համար, թե ինչի համար է հավաքը, կամ հավաքված մարդկանց վրա հոգեբանական ինչ-որ ճնշումներ գործադրելը։ Իսկ հնարավոր համարում եք, որ փորձեն նոր առաջնորդին նաև ձեռքբերել։ Չեմ կարծում, հայ սուրբի առաջնորդական առաջի հանդիպում ունեցավ, որ պիտի շարունակի արդեն հանդիպումներ կարծում եմ համայնքների հետ։ Չեմ կարծում, այսպես որևէ բան չեմ կարող ասել։ Այսօր երկու տարբեր պատարակներ տեղի ունեցան, այդ պատարակների հետ կապված ինչ կարող եք նաև ասել։ Հայ եկեղեցին մեկ պատարակ է, որը որ լինում է ամեն կիրակի տոնական օրերին մեր եկեղեցիներում։ Բայց այս վերջի ընթացքում, որ կատարվում են պատարակներ որոշակի զեղչումներով, դրանց հետ կապված բազմիցս մեր բարձրաստիճան նաև հոգևորականները խոսել են եւ դրա մասին տեղեկություններ շատ փոխանցել են կանոնական ինչպիսի խնդիրների առաջ ենք կանգնել։ Իսկ այսպիսի իրավիճակից Փաշինյանի պարբերաբար եկեղեցու տարբեր եկեղեցիների նկատմամբ գրողներից, հոգևորականների նկատմամբ գրողներից ճնշվում են հոգևորականները, նաև ինչ խնդիր եք տեսնում նրանում, որ հոգևորականների շարքում լինում են մարդիկ, ովքեր միանում են, եկեղեցու դեմ գործողությունների։ Ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ, իրենք են իրենց ճանապարհը ընտրում եւ ամեն մեկը իր ընտրած ճանապարհով է քայլում, ցավալի է, որ այդպիսի դեպքեր ենք ունենում։ Դա Աստված իրոք միաբանվում ենք այս սուրբ ծննդյան խորհրդով, երբ որ հրեշտակները ավետում էին, ասում են խաղաղություն երկրի վրա, սեր, հաճություն մարդկային կյանքում, եւ դա պիտի լինի, երբ որ ազգովի առաջի հրեշտակների ավետիսը պիտի կատարենք փառք Աստծուն բարձունքներով։ Գևորգ Սրբազանի հետ դուք ծառայել եք, ձեր հոգևոր ծառայության ժամանակահատվածը իր առաջնորդության հետ համընկել է, թե նոր եք այստեղ տեղափոխվել։ Չէ, ես ծառայել եմ Մասյացոտ ընթերում 2019 թվականից, այնուհետև թեմը առանձնացվեց Արարատյան հայրապետական թեմից իբրև Մասյացոտ ընթեմ եւ այդ ընթացքից մինչեւ 3 վեհապար հայրապետի տնօրենությունը մեր առաջնորդը Գևորգ Սրբազանն էր։ Իսկ իր արարքի հետ կապված ինչ կարող եք ասել։ Լսեք, մենք բոլորի համար մեր աղոթքներն ենք անում, Աստված բոլորի միտքը բարձի լուսավորի, որ մենք կարողանանք մեր հայացքը ուղղած դեպի երկինք գնանք մեր հայրերից ժառանգած այդ գեղեցիկ ավանդություններով։